Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը։ Առաջին փուլում պետությունը կվճարի մի խումբ քաղաքացիների մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի քաղաքացիների, հաշմանդամություն ունեցողների ու սոցաջակցության համակարգում ներառված մարդկանց համար։ Հունվարի 1-ից առողջության ապահովագրության փաթեթ կունենան նաև 200,000-ից մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացողները, բայց իրենց փոխարեն պետությունը չի վճարի, այլ հենց իրենք։ Այս խմբի մի քանի քաղաքացիների հանդիպեցինք այսօր։ Չէ, չեմ լսել, ձեզանից առաջ անգամ լսեցի։ Չէ, տեղյակ չեմ։ Ճիշտ ասած, տենց շատ տեղեկացված չէ։ Չունեմ, տենց ինֆորմացիա չունեմ։ Հունվարից գործելու է, գիտեք ինչ ծառայություններ կա, ինչ տեղ։ Չգիտեմ։ Չէ, տեղյակ չէի։ Ոչ մի ճիշտ ասած չունեմ տեղեկություն։ Չգիտեի, որ նման օրենք կա, ճիշտ ասած։ Ձեզանից նոր լսում եմ։ Հələ ոչինչ չեմ հասել, մենակ լսել եմ, որ այդպեսի բան ա լինելու ու ոնց որ ված չի, չգիտեմ։ Տեղյակ էի պարտադիր որ լինելու է, բայց հենց դեկտեմբերից չգիտեի, գիտեի որ հունվարի 1-ից է, բայց դեկտեմբերը զուտ չգիտեի, էլի մտածում եմ որ հունվարից է լինելու զուտ։ Դրույքա չափերին էլ եմ նայել եմ, կոնկրետ էսպայն կոնկրետ թվերով չեմ հիշում։ Անկախ հանգամանքից մարդն ունի մասնավոր ապահովագրություն, թե ոչ պարտավոր է վճարել հունվարից մեկնարկող պետականի համար։ Սա օրենքի պահանջն է։ Ես աշխատավայրից ապահովագրված եմ ու կարծում եմ էլ կրկնակի չեն ապահովագրի։ Որ անկախ նրանից ունեք մասնավոր, թե ոչ, պարտավոր եք օգտվել նաև պարտադիրից։ Ես անկեղծ ասած քիչ առաջ իմացա, ավելի շուտ ձեզնից, էլի որ կա տենց բան։ Լուրերի հետևում եմ, լսել էի որ ապահովագրության հետ կապված փոփոխություն ա լինելու, բայց չէի մտածում որ այս տեսակ։ Ինչ վերաբերվում է առողջությանը, դա ամենաթանկն է մարդու համար։ Եթե նորմալ լինի, կշարունակենք, կվճարենք, կանենք, եթե չէ, Չունեք տարբերակ հրաժարվելու, պարտադիր է բոլորը պիտի վճարեն։ առայժմ կուսումնասիրեմ։ Թեև նախարար Ավանեսյանը հայտարարում է, որ իդրաֆթում հրապարակված է բժշկական ծառայությունների ցանկը, մեզ հանդիպած քաղաքացիները տեղյակ չէին, ասում էին նախապես պետք է շատ մատչելի ներկայացվեր, ինչի համար ու որքան են վճարելու, հատկապես երբ առաջին պահումները դեկտեմբերի աշխատավարձից են արվում։ Հավելյալ ֆինանսով քաղաքացուն ծանրաբեռնելուց առաջ ցանկալի է մի քանի ամիս առաջ գոնե այդ մասին ներկայացնել ու մանրամասն տեղեկատվություն տրամադրել մատչելի տարբերակով։ Դե չգիտեմ, առաջին պետք է թափածիկ սախելնի, պետք է մենք հասկանանք ինչքան ենք վաճառում ու ուր է այս փողը գնում։ Ես մտածում սա է ամենակարևորը։ Պարտադիր ապահովագրությամբ պարտադիր է, որ մարդը նախ պոլիկլինիկա գնա, այնտեղից կուղեգրվի հիվանդանոց, եթե պոլիկլինիկայի բժիշկը դրա կարիքը տեսնի։ Եթե ունես հնարավորություն հիվանդանոց գնալու, գնում ես հիվանդանոց։ Հիմա պարտադիրով կգնաք նախ պոլիկլինիկա։ Ինձ թվում է դա այդքան էլ լավ միտք չի։ Ինչու՞։ Որովհետև միշտ չի որ կարիքներ կարողանում են բացահայտել պոլիկլինիկայում։ Շատ են մատերի արանքով նայում։ Եթե կարիքը լինում է գնում եմ պոլիկլինիկա։ Չեմ օգտվել։ Ինչու՞։ Պոլիկլինիկա գնալու պատճառով։ Բայց պարտադիր ձեր աշխատավարձից գանձում է արվելու։ Հա, ամեն դեպքում արվելու է։ Այսինքն պատրաստ եք վճարել, բայց չօգտվել։ Հա, պատրաստ եմ պոլիկլինիկա չգնալու համար ամեն ինչի։ Ինչու՞։ Փորձը ցույց է տվել որ լավ բան չի ասնում, էլի։ Պարտադիր պիտի գնաք նախ պոլիկլինիկա, հետո նոր հիվանդանոց, համաձայն եք այդպես։ Եթե տենց լինի օրենքը, հա, իհարկե։ Հարկ վճարողներ հասարակական կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանը տարակուսած է այսպիսի մեծ համակարգ ներդնելիս, ինչու մինչև օրենքի ընդունումը հրապարակված ցանկը չկար, թե ինչի դիմաց են մարդիկ վճարելու, ինչու օրենքի ընդունումից հետո ժամանակ չի տրվում լրացուցիչ իրազեկումների համար։ Ասում է հարկ վճարողների մոտ անորոշություն է տիրում, հատկապես տարօրինակ է համարում, թե ինչու է առաջին պահումը հենց դեկտեմբերի աշխատավարձից արվում, երբ օրենքն ավելի ուշ է ընդունվել։ Նախարարը տեսա ուղերձներով ներկայացնում են չընդունված օրենքի նախագծի մասին։ Հիմա դրանից հետո որոշակի խմբագրումներ են եղել, բայց իմ կարծիքով կարծես թե հենց հետադարձ ուժ են տվել, ասում է դեկտեմբերի վճարվող աշխատավարձը հունվարի մեջ պահելու 4 cents բաներ։ Նախագիծը այնքան անհստակ է, որ ըստ էության ուղիղ չի սահմանում, վերջին հաշվով ֆիզիկական անձը իր հաշվից է վճարվում, թե առանձին վճար է գործատուի համար, որ գործատուն է վճարում։
առանց եկամուտը պակասացնելու։ Խոսեցինք նաև մի քանի գործատուների հետ, նրանցից մի քանիսն ասացին, որ նախարարի հետ հանդիպումներից հետո որոշ հարցերի պատասխաններ ստացել են, բայց դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում անելիքները։ Ներկայանալ չցանկացող այս գործատուն այդպես էլ չի պարզել։ Եթե իր աշխատողը տվյալ ամսվա ընթացքում բոնուսներ ունենա ու աշխատավարձը 200,000 դրամի շեմահատի, այդ ամիս պետք է ներառվի ապահովագրավճռմուծողների ցանկում։ Մասնավորապես նոյեմբերի դրությամբ ինքը 200,000-ից ներքև է եղել, որին բոնուսներ է ստանում։ Այդ բան ոնց ենք անում, էլի, արդեն ինքը ավտոմատ մտնում է այդ համակարգ, փետրվարից ենք պահում, փետրվարից ենք պահում, այդ մասը մի փոքր կարծում եմ շփոթաբանումների կարիք ունի։ Այս մի գործատուն էլ մեզնից տեղեկացավ, որ հունվարից այսպիսի համակարգ է գործելու եւ որ իր աշխատակիցների համար արդեն այս ամսվա աշխատավարձից պահումներ պետք է արվեն։ Ինձ ոչ մեկ չի զգուշացրել, ճիշտ ասած։ Սովորաբար ինձ իմ աշխատանց զգուշացնում է նման օրենքների երբ փոփոխություն ա լինում, միշտ զգուշացնում է։ Այս անգամ ճիշտ ասած ինքը ինձ չի զգուշացրել, միգուցե նաեւ տեղյակ չի։ Նախարար Ավանեսյանը պնդում է, ավելի հստակ ցանկն առաջիկայում Արմետ համակարգում կհրապարակվի։ Դրանից չօգտվողներին էլ, ասաց, պոլիկլինիկաներից կզանգեն, կտեղեկացնեն։